Փոփոխություններ են նախատեսվում ներդրումների մասին օրենքում կառավարություն ներկայացված համապատասխան նախագծի ընդունմամբ կձևավորվի ներդրումային հստակ եւ կանխատեսելի իրավական միջավայր, որը հնարավորություն կտա Հայաստանին բարձրացնելու իր միջազգային ներդրումային բարկանիշը եւ մրցակցությունը, ներդրումային գրավչությունը եւ խթանելու կայուն ու ներառական տնտեսական աճ։ Նախագիծը սահմանում է խտրականության բացառման երաշխիքը իր երկու կարևոր բաղադրիչներով՝ ազգային ռեժիմը, համաձայն որի օտարերկրյա ներդրողները ունենալու են տեղացի ներդրողներին հավասար իրավունքներ, ազատություններ եւ պարտականություններ եւ առավել բարենպաստության ռեժիմը, համաձայն որի օտարերկրյա պետությունների ներդրողները համանման իրավիճակներում ունենալու են համանման նույնանման բարենպաստ վերաբերմունք։ Սա նշանակում է, որ մի երկրի այլ օտար պետության ներդրողը Հայաստանի Հանրապետությունից իրավունք ունի ակնկալելու նույնանման բարենպաստ վերաբերմունք։ Մասնակցային բյուջետավորման գործընթացը եւս կենթարկվի փոփոխությունների, ըստ այդմ կանոնակարգվում են նաեւ ծրագրային առաջարկների ներկայացման, հանրային քննարկման եւ քվեարկության, սուբվենցիոն հայտերի մշակման ու համաձայնեցման ծրագրերի ֆինանսավորման ընթացակարգերը։ Առաջարկվող փոփոխություններով սահմանվում է, որ քվեարկության մասնակիցը կարող է քվեարկել առավելագույնը 3 առաջարկի օգտին, եթե դրանք վերաբերում են համայնքի տարբեր բնակավայրերին։ Նույն բնակավայրի համար ներկայացված առաջարկների դեպքում հնարավոր է քվեարկել միայն մեկի օգտին։ Առաջարկների համար նվազագույն անհրաժեշտ քվեների շեմերը սահմանված են բնակավայրի չափից ելնելով։ Համայնքի քվեարկելու իրավասություն ունեցող բնակչության 1%-ը, եթե առաջարկը վերաբերում է մինչև 5000 բնակիչ ունեցող բնակավայրին, եւ 2%-ը, եթե առաջարկը վերաբերվում է 5000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրին։ Փոքր բնակավայրերի մրցունակությունն ապահովելու համար եւս կարգավորումներ կլինեն։ Նախատեսվում է հնարավորություն ստանալ ծրագրերի փաստացի չիրականացված մասի պետական ֆինանսավորման համապատասխան չափաբաժինը, եթե ծրագիրը առնվազն 70%-ով իրականացված եւ ֆինանսավորված է բյուջետային տարվա նախավերջին աշխատանքային օրվա դրությամբ։ Արդեն սկսած ծրագրերի ավարտի վերջնաժամկետը կարող է երկարացվել առավելագույնը 6 ամսով։ Ֆինանսների նախարարը ներկայացրեց առաջարկվող ծրագրերի եւ դրանցում բնակիչների մասնակցության վերաբերյալ վիճակագրական տվյալներ, միաժամանակ նշելով, որ թվերի աճով պայմանավորված հատկացվող ֆինանսավորումը կրկնապատկվում է։ Մենք 2024-ին այս ծրագիրը իրականացրել ենք 4 համայնքում, 25-ին 21 համայնքում, 26 թվականից իրականացնում ենք 52 համայնքում։ Առաջի տարում ունեցել ենք 17 առաջարկ, երկրորդ տարում ունեցել ենք 178 առաջարկ, միջին առաջարկների թիվը կազմում է 9։ Եվ մասնակցությունը նաև քաղաքացիների, բնակիչների մեր համայնքի, եթե առաջի տարում եղել է 4%, երկրորդ տարում արդեն եղել է 12%։ Սա կարևոր ժողովրդավարական մեխանիզմ է, մեր համայնքի բնակիչների մասնակցությունը իրենց համայնքի առօրյա խնդիրներին ավելի ակտիվ դարձնելու համար։ Մեկ այլ որոշման նախագծով էլ առաջարկվում է 2026 թվականի բյուջեից մարզպետների աշխատակազմին հատկացնել 948 միլիոն 541 հազար դրամ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար։ Նախագծով առաջարկում է համաֆինանսավորել 16 համայնքների թվով 18 սուբվենցիոն ծրագրեր, սա այս տարվա ընթացքում մեր պետական համաֆինանսավորման ծրագրի պետբյուջեի մասով առաջին համաֆինանսավորումն է։ Կենսաթոշակներն ու նպաստները վճարելու համար օրենսդրությամբ սահմանված կարգով վճարվող այլ վճարատեսակները 2026 թվականի ապրիլի 1-ից կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով։ Մինչև սույն թվականի մարտի 5-ը մենք խնդրում ենք մեր բոլոր կենսաթոշակառուներին եւ նպաստառուներին ինքնուրույն ընտրել վճարող կազմակերպությունը, բանկը եւ ինքնուրույն ստանալ բանկային քարտ, որի վրա հաջորդ կենսաթոշակը կամ նպաստը կփոխանցվի անկանխիկ եղանակով։ Եվ եթե դա մինչև մարտի 5-ը տեղի չունենա, մենք դա անելու ենք ավտոմատ եղանակով։ Այսինքն, քանի որ կլինեն քաղաքացիներ, որոնք որ եւ օբյեկտիվ եւ միգուցե նաեւ սուբյեկտիվ պատճառներով դա արած չեն լինի, մեզ անհրաժեշտ է լինելու նաեւ բավական
ժամանակ, որպեսզի երբ որ այդ ընտրությունը կատարվի, մենք կարողանանք քարտերը առաքել տուն։ Իդեպ նախքան նիստի օրակարգային հարցերի քննարկումը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը կառավարության գործընկերներին գրքի տոնի առթիվ նվիրեց տարբեր հեղինակների գրքեր և խոսեց օրվա խորհրդի և կարևորության մասին։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։